Բարև հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Նորագավիթ հայրենակցական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանին։ Հիշեցնեմ մեր հետևորդներին, որ կարող են Նոյան Տապանի ուղիղ եթերները դիտել նաև Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Եղիազարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Եղիազարյան, մենք միասին ունենք քննարկելու կարծես թե Նորագավիթ թաղամասի հետ կապված երկու թեմա, մեկը ձեր այգիներն են, մյուսը ճանապարհը։ Ճանապարհի մասին մենք խոսեցինք, հաշվարկեցինք, թե այդ ճանապարհով հյուսիս-հարավ այդ կապուղին այդ ճանապարհի մասին է խոսքը եւ հաշվարկեցինք մոտավորապես 36,000 ընտանիք, կարծես թե ինտենսիվությունը, արագությունը, ինչու ենք ասում ընտանիքներ, որտեղ այդ ճանապարհը բավականին ինքը վթարային պահերով բավականին շատ է եւ դրա համար հաշվարկեցինք, որոշեցինք խոսել, որպեսզի այնտեղ որոշակի ճանապարհային փոփոխություններ տեղի ունենան, վթարները թեթևացնելու, մարդկային զոհերը կրճատելու համար։ Ինչ ստացվեց, միջև հեղափոխության ժամանակահատվածը խոսում էինք, հեղափոխությունից հետո սկսեցինք նորից խոսել, վերջերս նորից խոսեցինք եւ ինչ ասացին, ասեցին 1 տարի էլ համբերեք, մինչեւ 2026 թվականը, ոչինչ, թող այս 1 տարին էլ զոհեր լինեն, մինչեւ մենք հարցը կորոշենք եւ 2026-ի օրակարգում հարցը կա։ Բայց մենք ինչու այսօր հանդիպեցինք, որտեվ 3 արդեն կրկին մահվան ելքով վրաերթ էր եղել։ Դուք այնտեղ եք եղել, պատմեք եւ հասկանանք այսօր այդ ինչ կարող ենք անել, որպեսզի արագացվի գործընթացը եւ մահվան ելքով վրաերթները այդտեղ որոշակի ձևով կանխվեն։ Մանավանդ որ ներքին գործերի նախարարությունը եւ ազգային ժողովում վրաերթների մասին արդեն խոսում են, բավականին թվերը մտահոգիչ են։ Բարի, ուրեմն նախ մինչև երեկվա դեպքը առացիորեն 2 շաբաթ առաջ նորից խոշոր ավտովթար տեղի ունեցավ, այս անգամ 2 մարդկային զոհ եւ 3 մարմնական վնասվածքով պատահար տեղի ունեցավ։ Նախ առաջինը դուք ամենակաջատեղյակ մարդն եք, լրագրողն եք, ձեր կայքը ծառայությունը, որ այդ հարցով ի սկզբանե զբաղվել եք, դուք լավ ասիք, այն ժամանակներից եւ հեղափոխությունից հետո։ Ուրեմն այդ 7 տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ եկանք հասանք մի հանգրվանի, որ վերջապես տեղ հասավ եւ հատկապես մեծ օգնություններ, եթե դուք հիշում եք Հունանյան Մարիի հետ, որ Հունանյան նկարումներ արեցինք, եթե ճիշտ եմ հիշում, նկարահանում կատարեցինք եւ ուղարկեցինք կառավարություն հետ։ Ու դրանից հետո քաղաքապետը, որ արդեն ընտրարշավը սկսեց, ես եկել էր Նորագավիթ, իրան հանգամանորեն բացատրեցի, ինքը տեսավ այդ վիճակը եւ հանձնարարություն տվեց, որ ուսումնասիրեն այդ հարցին եւ զեկուցեն։ Ուրեմն ստուգեցին, համոզվեցին, նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմեցին եւ այս գրությամբ ինձ ուղարկեցին, որպեսզի ես իմ կարծիքը հայտնեմ առաջարկվող նախագծի վերաբերյալ։ Ու քննարկեցինք, հիմնականում բավարարեց եւ դրանից ընդամենը մի քանի օր հետո քաղաքապետարանի գործակարգավարային նիստի ժամանակ անձամբ ես դիտել եմ, քաղաքապետը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, որ քանի որ նախագծանախաշվային փաստաթղթեր պատրաստ են, ուրեմն անմիջապես հարկավոր է ձեռնմուխ լինել այդ հանգույցի, այսինքն էստակադայի կառուցման հարցով, ասի լավ, փառք Աստծո, արդեն գործը տեղից շարժվել է, ժողովուրդը շատ ուրախացան, հետո բացի այդ Տիկին Մարի, սա ոչ թե Նորագավիթի խնդիրն է, այլ նաև ամբողջ Արարատյան մարզի բնակավայրերի։ 36,000 ընտանիքների մասին ենք խոսում։ Ու բացի այդ, որ գնում են այդ խոսքը գա 36,000 օրական ավտոմեքենաների ինտենսիվությունը, բացի դրանից այդ ներքևի մասում գտնվող բնակավայրեր, գյուղերը ուղիղ կապով էին առաջ կապվում իրենց գյուղերի հետ, հիմա այդ հանգույցի չլուծման պատճառով ստիպված էր շրջանցելով, տարբեր ուղղություններով մի կերպ հասնել իրենց բնակավայրերը, այսինքն բոլորին է հետաքրքրում։ Ուրեմն մեկ էլ դրանից հետո, անմիջապես հետո արդեն
բոլորին զանգում են, շնորհակալություն են հայտնում, նաև փոխանցեն, որ ձեզ էլ փոխանցեմ, ու դրանից հետո վերջի մի 2 շաբաթ առաջ մի նամակ եմ ստանում, իրանք մի քիչ էլ ոնց որ չհամարձակվելով, ամանչելով ինձ ուղակի գրելուց, ուղարկում են այդ նամակը Ծիկ Հոակի, քաղաքապետարան Ծիկ Հոակի ղեկավարը նամակն ուղարկում է Շնգավիթի թաղապետարան, թաղապետն էլ ոնց որ հանգիստ խղճով ինձ նամակ է գրում, որ Հույսիս հարավ Մայրուղու եւ Նորագավիթի կենտրոնական առաջի փողոցի հատման վայրում էստակադայի կառուցման քաղաքաշինական ծրագրի 2025 թվականի բյուջեով նախատեսված չէ։ Եվ դրա համար տեղափոխել են իրենք 2026 թվական։ Ու ես նորից ասում եմ լավ, հետո այդ որ հանդիպում եղավ Ծիգի ղեկավարներ մասնակցում, ասում եմ լավ, հետո վերջը, մի հատ կարող եք մի հատ լավ թիվ ասեք, մենք էլ օգնենք, թող այդ վթարները շատանա, որ իմանանք, որ քանի երրորդ 1000-րդ վթարից հետո է, որ արդեն պետք է նոր սկսեք, էլի, նույնիսկ այդ Աշյանի խոսակցություն եղավ, ու իրան էլ ասում եմ, դուք էլ անցած անգամ իրար հետ նայեցինք, որպեսզի իմ հարցադրումները մեր կապարանոց չեն տարբեր ինստանցիաներում, ես նախապես ուրեմն նախարարին, ներքին գործերի նախարարին, Արփինե Սարգսյանին նամակ ուղարկեցի, ես այդ որ կառուցվել է այդ ճանապարհը, առաջի 3 տարվա ցուցանիշներն ունեի այդ պատահարների հետ կապված, խնդրեցի թարմացնելու նպատակով վերջի 5 տարիների, ու ինքը մի սենց նամակ է ինձ ուղարկում, որ վերջի 5 տարիների ընթացքում տեղի ունեցել 90 խոշոր ավտովթար, 7 մարդ զոհվել են, 118 մարդ ծանր մարմնական վնասվածքներ ստացել, ես էլ իր նամակի։ Լավ, էլ ինչ փաստ է պետք, որ այս մարդիկ տեղից շարժվեն, ու ես նամակն են գրեմ, մի խոսքով, ու երեկվա մի կարևոր իրադեպն էլ այդ երեկվա այդ իրադեպից հետո ուրեմն կաթվածահար էր եղել այդ ամբողջ Մայրուղին, մոտավորապես կիլոմետրերով խցանում էր առաջացել, ամբողջ Արարատյան հարթավայրը, ու ասենք դեպի հարավ գնացող մեքենաները 4 ուղու վրա խցանված մոտավորապես 3 ժամ այդ խցանումը տևեց։ Հետիոտը ինչ որ քայլելուց է եղել այդ բետոնե։ Հա, ուրեմն այդ որ եկել են, դենտեղ միշտ գալի այդ քանի որ չի կարգավորվում, անընդհատ այդ վթարները դրա պատճառով առաջանում են։ Այդ մեքենան հարվածել է մի մեքենայի ու չի կարողացել կողմնորոշվի, եկել է այդ քաղաքացուն հարվածել է այդ բանի վրա։ Բետոն հարվածել այդ բետոնին եւ այդտեղ էլ մոտակայքում մարդա կանգնած եղել, ու այդ մարդն էլ մինչեւ օգնություն եւ այլն չեն ասել մահացել է, ճանապարհին մահացել է։ Նու փաստորեն այսենց իրավիճակ, հետո բացի այդ Պարոն Եղիազարյան, փաստորեն մինչև հիմա մենք խոսում ենք վարորդների մասին, վթարների հիմնականում վարորդների մասին էինք մտածում, կարծես թե խոսում։ Հիմա արդեն մենք ունենք նաև վրաերթ հետիոտի մասին ենք խոսում։ Փաստորեն դրան հասանք էլի։ Փաստորեն արդեն ոչ միայն ճանապարհին է վտանգը, այլ նաև ճանապարհից դուրս։ Այդ մասում էլ սուպերմարկետ կա, բավականին հոսք կա էլի մարդկանց, հատկապես այդ սուպերմարկետի մոտ օգտվում են այդ սուպերմարկետից ոչ միայն թաղամասի բնակիչները, այլև այդտեղով անցնող տրանսպորտից օգտվող Արարատի մարզի տարբեր բնակավայրերի բնակիչներ, այսինքն անընդհատ այդտեղ մարդկային հոսք կա եւ ժողովուրդ էլի հավաքում են այդտեղ։ Դրանց մի խոսքով մինչև այդ ավտոմեքենաների վտանգի մասին ենք խոսում, հիմա էլ արդեն եկավ հերթը հասավ նաև բնակչության։ Վերջի մի խոսքով այդ էլ դրանից էլ դուրս այս վերջի ժամանակները, ուրեմն այդ տաղավարտոների ժամանակ, ես մի անգամ եմ ասել, չէ, փաստորեն Նորագավիթին այսօր հնարավորություն չունի անխոչնդոտ ազատ գերեզմաներ գնալու, հատկապես այդ տաղավարտոների ընթացքում նորից ամբողջ այդ ճանապարհը խցանվում է, փակվում է, լարվածություն եւ այլն եւ այլն։ Վերջը այս առիթով այլևս չգիտեմ։ Անցած անգամ ուրեմն քաղաքապետարանի այդ Ծիգի
ղեկավարին, ասում լավ, այն մի նամակն ուղարկեցիր ուրախացանք, հիմի ես էլ, հեսա այս տարին էլ որ անցնի, հիմի էլ պետք է ասես առաջիկա տարիներին, լավա գրել ես մյուս տարի էլի, ասմա ես մինակ մի բան կարող եմ ասեմ, չի բացառում, որ առաջիկայում գումարի խնդիրների հայթաթելու ժամանակ արդեն ձեզ ես զանգեմ, ասեմ, որ խնդիրը լուծված է, խոսքով այսպես։ Հիմա մեր հաղորդման նպատակը որն է, որ հորդորեն քաղաքապետարանին արագացնել եւ ոչ թե թողնել մինչեւ 2026 թվականը։ Իհարկե, ամեն մի օրը, ամեն մի ժամը Մի իր կյանքի վտանգ է սպառնում։ Մոտավորապես այս խնդիրն է։ Իսկ թաղապետի հետ ունեցել եք հանդիպում, ասում եք, որ շատ հանգիստ է վերաբերվում այս ամենին։ Տիկին Պետրոսյան, այս թաղապետին ես, որ այս նամակը ստացա թաղապետից, որ գրել է, ուրեմն ինչ է գրում, որ ուղարկում եմ կառավարություն նամակները, քաղաքապետարան, այնտեղից առաջ լավ էր, ուղիղ իմ հետ կապ ունեին, ինձ էին պատասխանում արդյունքների մասին, առավել ևս որ վերջի նամակից հետո որ վարչապետը շատ երևի լավ չզբաղվեց կառավարությունը, երկրորդ խիստ նամակը գրեցի ու անձամբ գնացի կառավարություն, կառավարության աշխատակազմի աշխատողներից մեկի հետ պատասխանատ հանդիպում ունեցա, ասեցի, եթե այս նամակը կհասնի վարչապետին, վերցրեք, եթե չէ, ինձ պետք չի, ես հետ եմ տանում։ Ինքը խոստացավ ինձ, որ անպայման կզեկուցի, այդ նամակը տվեցի։ Հիմա այսենց իրավիճակը մնում է մի անգամ էլ նորից այդ գործընթացը սկզբից սկսեք, նամակների գրություն վարչապետից սկսեք, հա երևի։ Իրան այդ աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպում ունենամ, իրան նորից բացատրեմ, ասեմ, որ ձեր ասածը տեղ չի հասնում, էլի։ Հիմա ինչ է եղել։ Գումարների հարցը չեմ կարծում, որ այսօր այնքան ես չեմ ուզում ուրիշ դաշտ մտնեմ, կարդում ենք այնքան տոնահանդես են անում, ես իմ ինչեր են անում, ինչեր են ծախսում, տեղին, անտեղի եւ այլն, բա այս հարցից էլ կարևոր հարց կա։ Պարոն Եղիազարյան, ավականու անդամների դիմել եք։ Իմիջիալոց այդ մի բան էլ ասեմ, ուրեմն թաղապետին, որ ինքը այդ նամակները միջնորդավորված կարգով թաղապետի միջոցով են ինձ ուղարկում։ Ու վերցեցի թաղապետին այս նամակները, ինքը ինչ է առաջինը, հետարքիր նախաբանող ասկսեմ, պարոն Եղիազարյան, ձեր նամակները հասցեագրված կառավարություն եւ քաղաքապետարան վարչական շրջանի իրավասության տիրույթից դուրս է։ Պատկերացնում եք ինչ է գրում։ Իրեն գործը Հա տղա ջան, ես քեզ նամակ եմ գրել, որ գրում ես տիրույթի, ես հասկանում եմ, չէ՞ ում տիրույթում է, իրանց էլ հասցեագրել եմ այդ նամակը։ Իրան այդ նամակի մեջ գրում եմ, ասում ձեր խնդիրը այն պետք է լինի, որ այս նամակները ձեզ ուղարկելուց հետո թղթապանակի մեջ տնեք, մտնեք համապատասխան իրավասու մարմինների դռները թակեք, մտնեք ասեք այս հարցը պետք է լուծվի։ Պահանջեք, դուք պետք է օգտագործեք ձեր ղեկավարի իրավասությունները, նաև այն հեղինակությունը, որ դուք ունեք, որովհետև ինքը բավականին իշխանությունների կողմից ընդունված մարդը իր խոսքը ծանրակշիռը անցնում է, էլի։ Ասում եմ, սա է ձեր խնդիրը, ոչ թե ինձ գրեք իմ իրավասություններից դուրս է։ Պարոն Եղիազարյան, Այս է, հետո ստեղ մի հատ ուրիշ առնչվում է ուրիշ բանով, էլ այսօրվա, ասենք այն դեպքը եղավ Նորքի մասիվ եւ այլն, հա, ուրեմն այսօրվա տեղական ինքնակառավարման օրենքում բավականին լուրջ ճեղքված գոյություն ունի։ Պատկերացրեք, ես մի հատ Տավուշի շրջանի մի 30 բնակարան ընտանիքներով գյուղում ընտրություն են անում, համայնքի ղեկավար են ընտրում, այդ համայնքի ղեկավարն էլ պարտավորված է զգում իր ընտրողների նկատմամբ։ Հիմա Երևան քաղաքի վարչական շրջանները անունը թաղապետարաններ էր, այն ժամանակ թաղապետ էին ընտրում, թաղապետարանի ավագանի էին ընտրում եւ այլն, այդ մարդիկ օր ու գիշեր մարդկանց հետ շփվում էին։ Ես լավ հիշում եմ, մեր նախկին ասենք Շնգավիթի թաղապետը օրական շաբաթվա մեջ մի օրը նվիրում էր Նորագավիթին, որովհետև 5-6 հազար ընտրող ուներ եւ ծանրակշիռ դեր ուներ։ Դրա համար գալիս էին, շփվում էին, հարցեր էին լուծում, որպեսզի
ապահովեն իրենց հետագա ընտրությունը։ Հիմա այս մայրաքաղաքի հետ վարչական շրջանի ղեկավարները նշանակովի են։ Նշանակվում են եւ ավելի շատ իրանք պատասխանատու են, պարտականություն ունեն նշանակողի հանդեպ, ոչ թե բնակչության։ Հիմա ով է նշանակողը, ձեր թաղապետին ով է նշանակել։ Մեր թաղապետին ըստ այդ օրենքի նշանակումը, ասենք, ընտրությունների ժամանակ, որ կուսակցությունները, որ ավականիում ձայներ են հավաքել, իրենց քվոտայով ինքը քաղաքացիական պայմանագրից է։ Ուրեմն այդ քաղաքապետն է նշանակում, քաղաքապետը նշանակելով իրան դիտարկվում է որպես քաղաքապետարանի ներկայացուցիչը այդ տարածքում։ Այսենց վիճակ է, էլի։ Դրա համար ես այնքան էլ թաղապետից ոչ հույս, ոչ էլ նեղացածություն էլի չունեմ։ Բայց որ գործը տեղից չի շարժվում։ Գործը տեղից չի շարժվում, դա փաստը մնում է փաստ։ Էս է մոտավորապես։ Փորձենք այս հաղորդումով եւս մեկ անգամ այս խնդրի մասին բարձրաձայնել։ Մի անգամ էլ երևի նորից։ Նորից սկսեք դուք այդ ձեր նամակները գրել, գուցե այս անգամ այլ մոտեցումներ կլինի, գուցե թաղապետն ինչ որտեղ կանհանգստանա։ Այս վերջի նամակն էլ թաղապետին որ գրել էի, որ խնդրում եմ անձամբ դուք էլի, դուք մոտիկից զբաղվեք, ոչ թե գրեք պլանի մեջ չի մտած ու բավարարվեք, որ հարցին լուծում ենք տվել, այլ գնա նստի զբաղվի, ասա, այդ մարդկանց բեր այդ հանգույցը, թող իրանց աչքով տեսնեն, Աստված չտա մի հատ էլ գուցե վթարի ենթարկվեն։ Անցած անգամ ես ձեզ հարցրեցի, հիմա էլ եմ նույն հարցը տալի, ոչ թե ուղղորդում եմ, այլ հարցնում եմ։ Բնակիչները պայքարի այլ եղանակ չեն ընտրում։ Այ հենց այդ ձեր այդ հարցադրումը ես չեմ ուղղորդում, դες բարձրապես արդեն ինչ հետաքրքիր բան ասի, փաստորեն մեր ձեր հետ հանդիպումների որոշակի մարդիկ, ղեկավար մարդիկ ինչ որ կերպ դիտում են կամ իրանց փոխանցում են, նույնտեղ էլ այդ ձեր հարցադրումը եղավ, այդ խորհրդակցության ժամանակ բանի, հա, այն իրավաբանական այդ բանը ասեց, որ այդ ժամանակ, հա, ես էլ ասեց, ինչ այլ մեզ մնում, գուցե այդ քաղաքակիրթ ճանապարհը մեր սխալը, պետք է այլ ուղի ընտրենք էլի հարցի լուծման համար, այդ աշխատողն ասեց, հա, ոնց որ այն հաղորդման ժամանակ էին խոսակցություն գնաց, ճանապարհը փակելու վերաբերյալ։ Որտեվ շատերն են դիմում այդ քայլին եւ որոշակի ձևով պատկամարմիններ ուշադրություն են դարձնում։ Ասեցի, որ ուրեմն այդ մեր ձեր հարցը, որ նորից հիմա բարձրացրիք, այնտեղ արդեն իրանց հասել է։ Թեև ես ինքս դեմ եմ փողոցները փակելուն, ակցիաներին, հաշվի առնելով այն իրավիճակը, որտեղ գտնվում է Հայաստանը, այսինքն սահմանների հետ կապված, ցանկացած տիպի բողոքի ակցիա, որը փակում է ճանապարհ, ինձ համար անընդունելի է, որտեվ ժամանակին եթե այդ բողոքի ակցիաները ճանապարհներ էին փակում, ավելի խաղաղ էին ընթանում, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ մարդիկ արդեն երբեմն չեն հանդուրժում, մեկը հիվանդին պետք է հասցնի հիվանդանոց, մեկը մյուսին, նույնիսկ արդեն վեճեր են լինում այդ ակցիայի մասնակից եւ չմասնակիցների միջեւ։ Ես ինքս դեմ եմ, բայց բողոքի ակցիաները դա մարդիկ իրավունք ունեն, մի խոսքով։ Ու դրանից հետո աշխատակազմի ղեկավարը ասեց, ես ուղղակի խնդրում եմ ձեզ, հանգարց այդ քայլին չգնաք։ Մենք հետո վերջում փաստորեն այդ պետք է ամփոփվեր այդ մեր հանդիպումը ու այնտեղ արձանագրություն էին կազմում, մոտեցան, որ ես պետք է ստորագրեմ արձանագրության տակ, որպեսզի քաղաքապետին զեկուցեն արդյունքների հետ կապված։ Հիմա ասում եմ, հա, ես լավ sense լիքը թղթապանակով եկա, դատակ գրպանով գնում եմ։ Բայց չէ, մենք պարտավորում ենք ծրագիր կգրենք, ժամանակացույց կգրենք ու անընդհատ ձեր հետ կապի մեջ կլինենք, խնդիրների կաշխատենք։ Իրենք միջև ծրագրեր են գրում, մեր ընտանիքներ կան, որտեղ կորցնում են իրենց հարազատներին եւ մտածել է պետք, քանի որ
Մի խոսքով Հա, այս խնդիրն է։ Մյուս կարևորը որ այսօր ասենք մեր բնակավայրը բավականին խոշոր բնակավայր է, մեծ թաղամաս է, նույնիսկ 90-ական թվականներին, երբ որ քաղաքապետն էր Արտաշես Գեղամյանը, Երևանի քաղաքխորհրդի գործկոմի նախագահն էր, ես այդ տարիներին մեր կազմակերպությունը բավականին ակտիվ էր, քաղաքխորհրդի նախագահության անդամ էի, հանդիպում ունեցանք, հատուկ քննարկում դարձեց նորագավիթի խնդիրը, բոլոր տարիներում կուտակված հարցերը այդ որոշմամբ եղավ եւ ինչն էր կարևորը, որ ես այդ քաղաքխորհրդի նիստին ես զեկուցեցի, Գեղամյանն ասեց պատմության մեջ առաջի դեպքն է, որ նիստի ժամանակ զեկուցումը ոչ թե վարչության պետը, այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը ղեկավարը եւ այդտեղ նույնիսկ այդ թվին որոշումը կետ բան արեց, որ ստեղծված իրավիճակի համար կարելի է նորագավիթում ստեղծել տեղական ինքնակառավարման մարմին։ Նու ասենք անունը կարևոր չի։ Ավանային խորհուրդ եւ այլն, այն ժամանակ երբ որ Նուբարաշենում չկար, այսինքն մերը մնաց տարբեր տեղեր 2-3 բաներ տեղական ինքնակառավարման մարմին եղավ, որոնք մեր բնակիչների քանակից ավելի պակաս էր եւ այլն։ Ուզում եմ ասեմ, այսքան մեծ թաղամաս ինքնակառավարման մարմին չունի, պատգամավոր չունի ազգային ժողովում, ավականու անդամ քաղաքապետարանում չունի։ Պատկերացնում եք, այս սաղ ծանրությունը ոնց որ ասած ընկել է մեր հասարակական կազմակերպության վրա։ Պարոն Եղիազարյան, փորձենք ձեզ օգտակար լինել, դուք սկսեք ձեր գործողությունները, մենք էլ ժամանակ առ ժամանակ կհանդիպենք, կհասկանանք, որ փուլում եք եւ ինչով կարող ենք ձեզ աջակցել։ Երևի թե այսօր այսքանով ավարտենք եւ մի խոսքով ձեռքերը ծալած չենք նստում, շարունակում ենք, որովհետեւ կարծում եմ, որ օրահունչ խնդիր է, էլի, սովորական։ Դե վրայերների հետ կապված թվերը բավականին շատ մտահոգիչ են։ Անցած անգամ էլ հիշում եք, որ քննարկում էինք, դիտարկեցինք, չէ, որ դուք ասեցիք նոր ազգային ժողովում քննարկում է եղել, եւ իմիջիալոց այս մեր հարցը ազգային ժողովում այդ ժամանակ բարձրացվել է։ Ու հիմնականում ազգային ժողովն էլ եկավ այն եզրակացության, որ միայն 24 թվականին 4314 ավտովթար էր եղել, 368 զոհ, 6116 վիրավոր եւ 7200 խոշոր տրանսպորտային աղետ։ Այսինքն միջին հաշվով օրական մի մարդազոհում մեր հանրապետությունում եւ 16 մարդ վիրավորվում է։ Մայիսի 26-ին նորագավիթ առաջին փողոցում էլ է, չէ՞ եղել։ Երբ այդ այո, եւ այդ բոլորը այդ ճանապարհի չկարգավորվելու եւ եկել են այն եզրակացության, որը ես էլ եմ դա հիմնավորում եւ այսօրվա մեր խոսակցության գլխավոր մեղներ, որ հիմնական պատճառը ենթակառուցվածքների անբավարար վիճակով է պայմանավորված։ Հիմա այդ վթարները, ասենք նորագավիթում, ես վերջի ժամանակները նամակ էի գրել քաղաքապետարան, որ կահավոր են կանգառները, կահավորված չի, մայթերը հարցը լուծված չի եւ այս բոլորը բերում է այս վթարներին ու վատ հետևանքների։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Եղիազարյան, կփորձենք հետևողական լինել, խնդրին անդրադառնալ ժամանակ առ ժամանակ եւ օգտակար լինել նորագավիթի բնակիչներին։ Արդյունքների մասին։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Մենք կարճատև մեկ գովազդային դադար դուրս գանք այս պահին, որից հետո եւս մեկ հարց ունեմ պարոն Եղիազարյանին եւ կավարտենք հաղորդումը գովազդ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Սիրելի հայրենակիցներ, մայիսի 28-ին Հայաստանի անկախության փառապանց օրը Caesar Palace շքեղ բանկեթ-հոլում տեղի կունենա բարեգործական ընթրիք համերգ՝ ի նպաստ մեր հերոս ազատամարտիկների, մասնակցությամբ համայնքի լավագույն երգիչների։ Խանդավառությամբ մասնակցենք այս աննախադեպ հանդիսությանը, մեր նպաստը բերելով հայրենիքի պաշտպան մեր զինվորներին։ Տեղեկությունների համար զանգահարել 818 813 2252 հեռախոսահամարով High ID ինքնության քարտ կազմակերպության։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է, պարոն Եղազարյան, վերջի հարցը։ Փաստորեն մենք միշտ ձեր նամակները դուք ուղղորդել եք քաղաքապետին, վարչապետի աշխատակազմին, մի խոսքով փորձել եք ավելի վերին ատյաններում այս հարցին լուծում տալ։ Հիմա ուզում եմ հասկանալ, մենք ունենք բավականին շատ ակտիվ ընդդիմադիր ավականո անդամներ։ Եղել է երբևիցե, որ հետաքրքրվեն այս խնդիրների մասին ինչ-որ հանդիպումներ, թե դուք էլ չեք դիմել, իրենք էլ չեն դիմում։ Ոչ մեր կողմից է նախաձեռնություն եղել, ոչ էլ իրանք են հետաքրքրվել։ Գուցե այդ ճանապարհն էլ օգտագործենք, փորձենք։ Հիմա պետք է ամեն միջոց օգտագործվի, էլի, դրանից եթե օգուտ չլի, վնասել չլի։ Կփորձեմ ես մի հատ։ Այսինքն ուշադրություն դարձնել նաև նորագավի թաղամասի խնդիրներին։ Անկախ նրանից իրենք այդ տարածքից են, տարածքից չեն եւ այլն, ամեն դեպքում Երևանին է վերաբերվում, Երևանի։ Եվ մեր բոլոր խնդիրները կապակցված են ընդհանուր մայրաքաղաքի խնդիրների հետ։ Այնպես չէ՞ որ լրիվ
առանցին մի եսի ինչա, գազիա։ Շատ բարի, պարոն Եղազարյան, հետևենք, փաստորեն այստեղից դուք նաև նրանցից եք օգնության այսօր ձեռք մեկնեն ձեզ, որպեսզի կարողանաք խնդիրները փորձեք։ Իրանց հետ։ Շատ բարի։ Շնորհակալ ենք, պարոն Եղազարյան, կարծում եմ նորություն լինելու դեպքում Անպայման կապի մեջ կլինենք, որտեղ ժամանակ առ ժամանակ կարծես թե դեռ քայլ առ քայլ ենք փորձում առաջ գնալ, բայց դրանք կյանքեր արժեն։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։